Անշարժ գույքի գնում։ Հարց, որը ամենից շատ է հետաքրքրում եւ միգուցե ամենից շատ խնդիրներն են ունենում մարդիկ։ Բարև ձեզ։ Այսօր հասկանանք, թե ինչ ռիսկեր կան, որոնք պետք է հաշվի առնել տուն, բնակարան, հողամաս, այն է անշարժ գույք ձեռք բերելիս, եւ որոնք են այն քայլերի հաջորդականությունը, որոնք դուք պետք է իրականացնեք վստահ լինելու համար, որ սեփականությունը կպատկանի ձեզ։ Եվ այսպես, հասկանանք, թե ինչ իրավական գործընթաց կա, որը անհրաժեշտ է անել։ Գույք ձեռք բերելիս պետք է ստուգեք արդյոք դուք ձեռք եք բերում այն ինչ իրավական է։ Հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ մարդը գալիս ասում է՝ գնել եմ ավտոտնակ, ահա թղթերը։ Պարզվում է, այդ ավտոտնակը ապօրինի շինություն է, չունի վկայական եւ այն իրականում իրավական որևէ միավոր չէ։ Հետևաբար դուք ձեռք եք բերել գոյություն չունեցող գույք, այնպես որ առաջինը, ինչ պետք է ստուգել, իրավական առումով արդյոք դուք ձեռք եք բերում գրանցված իրավական փաստաթղթով, այսպես ասած ժողովրդի լեզվով, գույք։ Ինչ է տեղի ունենում, երբ դուք գույքը ձեռք եք բերում անհատից։ Հարկավոր է ստանալ միասնական տեղեկանքը կադաստրից, որտեղ դուք կարող եք տեսնել, արդյոք այդ գույքը գրավադրված է, ունի այլ պարտքային տիրույթում գտնվելու իրավիճակ եւ այլ կարգավորումներ։ Եթե դուք գույքը ձեռք եք բերում կառուցապատողից, այստեղ մի փոքր այլ է։ Նախ իմ խորհուրդը ձեզ, համոզվեք, որ կառուցապատողը ունի բոլոր անհրաժեշտ հիմքերը, իրավունքը իրականացնելու կառուցապատում, ունի սեփականության այդ հողը, որի վրա իրականացվում է կառուցապատումը, եւ նոր դրանից հետո շարունակեք գործընթացը։ Երկրորդ փուլով հարկավոր է պարզել, արդյոք կան չմարված գույքահարկ եւ այլ հարկատեսակներ։ Դրա համար պահանջեք, որպեսզի այդ թաղապետարանից կամ համայնքապետարանից ձեզ ներկայացվի զրոյական տեղեկանք, որտեղ կերևա, որ վերջինս մարել է այդ բոլոր տեսակի պարտքերը։ Ես որպես փաստաբան ունեցել եմ իրավիճակ, երբ տվյալ անձը գույքը օտարել է, երրորդ անձի է հետագայում այն օտարվել, եւ հետո համայնքապետարանը դատական հայց է ներկայացրել այս առաջին սեփականատիրոջ հանդեպ մի քանի միլիոն դրամ գույքահարկ պահանջելով։ Եվ հետեւաբար խոսքը չի գնում ընդամենը մի քանի հազար դրամի մասին շատ հաճախ, այլ մեծ գումարների մասին։ Եվ այս պարագայում, եթե չլինեին որոշակի այլ կարգավորումները, այդ ամբողջ գույքահարկի պարտքը պետք է կուտակվեր այն նոր ձեռք բերողի վրա։ Հետևաբար հաջորդ քայլը, որ դուք պետք է անեք, վստահ լինեք, որ տվյալ գույքի նկատմամբ մարված են բոլոր տեսակի հարկերը, ինչպես նաև ստանալ զրոյական կոմունալների վճարված լինելու մասին։ Սա այն նախապատրաստման փուլն է, որից հետո կարելի է արդեն իսկ իրականացնել իրավական գործընթացը։ Անշարժ գույքի ձեռքբերումը անպայման պետք է իրականացվի նոտարական կարգով կամ կադաստրում։ Մեր նախորդ էպիզոդներից մեկի ժամանակ մենք արդեն իսկ խոսել էինք այն մասին, թե երբ անշարժ գույքի վարձակալությունը կամ ձեռքբերումը գրանցել նոտարական կարգով, որ պարագայում կադաստրի կոմիտեի միջոցով։ Բոլոր դեպքերում հիշեցնեմ, այն դեպքերում, երբ դուք չեք ուզում յուրահատուկ կարգավորումներ ներառել ձեր պայմանագրում եւ ձեզ համար բավարար է կադաստրի կոմիտեի շաբլոնային գույքի առուվաճառքի պայմանագիրը, ապա կարող եք անմիջապես դիմել կադաստրի կոմիտե եւ այնտեղ իրականացնել անշարժ գույքի առուվաճառքը։ Իսկ եթե ունեք հատուկ պայմաններ ներառելու ձեր պայմանագրում, ապա դիմում ենք նոտարին։ Բոլոր դեպքերում նոտարական կարգով ձեր պայմանագրի կնքումը դեռևս հիմք չէ ձեր սեփականությունը ունենալու, այսպես ասած։ Այն պետք է ստանա իրավական գնահատականը, այն է գրանցումը, որն իրականացվում է կադաստրի կոմիտեում։ Այսպես ասած, սեփականության վկայականը պետք է լինի ձեր ձեռքին, որպեսզի դուք համարվեք սեփականատեր։ Հետևաբար, երկրորդ կարևոր իրավական քայլը գնալ նոտար կամ կադաստրի կոմիտե, կնքել առուվաճառքի պայմանագիրը եւ ապա կադաստրի կոմիտեից ստանալ ձեր սեփականության վկայականը։
Սակայն սա դեռ եւս վերջը չէ, որովհետեւ դուք նաեւ պետք է ստանաք փաստացի տիրապետելու հնարավորություն։ Այն է, բանալիները պետք է հանձնեն ձեզ։ Եվ այստեղ եւս մի կարևոր կարգավորում։ Ես խորհուրդ եմ տալիս հանձնման ընդունման ակտ կազմել, որտեղ դուք կարող եք նախատեսել բանալիների հանձնման փաստը։ Բոլոր դեպքերում մենք շատ հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ վեճը առաջանում է դեռևս նախնական փուլում։ B-ը տվել եմ, հիմա չեմ ուզում։ Եվ ուզում եմ B-ից հետ ստանամ, սակայն չեմ կարողանում ապացուցել, որովհետև մեր ժողովրդի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ամեն ինչ արվում է արձեռն առանց իրավական գործընթացների։ Բնականաբար, շատ հաճախ, երբ դու սկսում ես ձեռքբերման գործընթացը անշարժ գույքի, ձեզնից պահանջում են B-ը տուր, հետո մտածի։ Այս պարագայում անհրաժեշտ է, որպեսզի այդ B-ը տալու գործընթացը եւս լինի օրինակ նոտարական կարգով վավերացված պայմանագրի միջոցով եւ գումարը ոչ թե արձեռն փոխանցվի, այլ օրինակ բանկային փոխանցմամբ, որովհետեւ միայն այս պարագայում դուք կունենաք բավարար իրավական ապացույցներ, հետագայում, եթե ունեք ցանկություն B-ը հետ ստանալու, հիմնավորելու համար, որ այդ գումարը փաստացի եղել է այսքան եւ այն վճարվել է տվյալ անձին։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է հիշել, որ բավական չէ զուտ ունենալ մի քանի փաստաթղթեր, այն է միասնական տեղեկանք օրինակ կամ զրոյական տեղեկանք հարկերի մարման մասին։ Պետք է նաև հիշել, եթե ձեռք եք բերում համատեղ սեփականության գույք, ապա այստեղ անհրաժեշտ է, որ բոլոր սեփականատերերը նոտարական կարգով տան համաձայնություն տվյալ գույքը օտարելու համար։ Հետևաբար, կարևոր է նաև ուսումնասիրել փաստաթղթերը տեսնելու համար, ովքեր են հանդիսանում տվյալ գույքի սեփականատերերը եւ ճշտել, արդյոք այն համատեղ սեփականություն է, որովհետեւ հաճախ սեփականության վկայականում նշված է լինում ամուսիններից միայն մեկի անունը, սակայն դա դեռևս հիմք չէ, որ այն չլինի համատեղ սեփականություն։ Եվ բնականաբար հաշվի առնելով այն բոլոր իրավական վեճերը, որոնք տեղի են ունենում այս ոլորտում, դատական պրակտիկան, այն է սահմանադրական դատարանը եւ վճռաբեկ դատարանը, բազմաթիվ նախադեպերով փորձել են առավել հստակություն մտցնել այս ոլորտում։ Եվ տեսեք, մեզնից եւ ոչ մեկ անգամ այս ամբողջ ստուգումներն իրականացնելուց հետո ապահովագրված չէ այնպիսի իրավիճակից, որ կարող է կանգնել խաբված լինելու փաստի առաջ։ Ինչ է հնարավոր անել։ Անգլերենում այսպիսի մի արտահայտություն կա due diligence, ինչը թարգմանվում է որպես պատշաճ հետազոտում, ուսումնասիրում։ Այսինքն, եթե դուք հանդիսանում եք բարեխիղճ ձեռք բերող, այն է, արել եք բոլոր քայլերը պարզելու համար, որ տվյալ գույքը ունի բոլոր իրավական գրանցումները, հարկերը վճարված են, չի շոշափվելու երրորդ անձանց իրավունքները որևէ կերպ, հետագայում դատական վեճ ունենալու պարագայում դուք առավել շահեկան վիճակում կլինեք եւ առավել պաշտպանված կլինեք օրենքի տեսանկյունից ձեր իրավունքների ոտնահարումը թույլ չտալու համար։ Հետևաբար, բարեխիղճ ձեռք բերողը այն է, այն անձը, ով առավելագույն քայլեր է ձեռնարկում ճշտելու տվյալ ձեռք բերվող գույքի իրավական հիմքերի առկայությունը կլինի առավել պաշտպանված։ Այսպիսով, ամփոփելով այսօրվա տեսանյութը փորձենք հասկանալ, ինչ պետք է անի քաղաքացին, որպեսզի ձեռք բերված գույքը լինի ապահով։ Եվ այսպես, առաջինը, պահանջեք կադաստրից միասնական տեղեկանքը, վստահ լինելու համար, որ տվյալ գույքը վաճառված չի արդեն իսկ, չի գրավադրված կամ այլ պատճառներով տրամաբեռնված չէ։ Երկրորդը, ստացեք տեղեկանք այն մասին, որ վերջինիս վերաբերելի բոլոր հարկատեսակները մարված են։ Երրորդ, եթե իրականացվում է լիազորված անձի միջոցով առուվաճառքը, համոզվեք, որ տվյալ լիազորագիրը օրինական է եւ ուժի մեջ։ Չորրորդ, գնման գործընթացը իրականացրեք պետական գրանցմամբ, այն է նոտարական վավերացմամբ պայմանագրի կնքում եւ կադաստրում վկայականի ստացում։ Եվ ամենակարևորը, օրենսդրությունը թույլ է տալիս, որպեսզի դուք ձեր բոլոր քաղաքացիաիրավական գործարքներն իրականացնեք ներկայացուցչի, օրինակ պրոֆեսիոնալ փաստաբանի միջոցով։
Այդ պարագայում ձեր բոլոր իրավունքները կլինեն առավել պաշտպանված։ Իսկ նմանատիպ նյութերին ծանոթանալու համար բաժանորդագրվեք իմ ալիքին, ինչպես նաև սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի տեղեկանաք այն բոլոր թարմացումների մասին, որոնք կտեղադրվեն իմ ալիքում։ Կարող եք նաև թողնել հարցեր, որոնց ցանկանում եք ես անդրադառնամ հետագա էպիզոդներում։ Հուսամ օգտակար էր տեսանյութը ձեզ։ Մինչ տեսություն։